Երեկվանից միջազգային մամուլի գլխագրերից չի իջնում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի առաջնորդների ստորագրած համաձայնագիրը, որը Մեքքայի համաձայնագիր անունն է ստացել։ Փաստաթղթի հիմնական դրույթը հավաքական պաշտպանության սկզբունքն է։ Երեք պետություններից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների վրա։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Թերեզա։ Արման, ինչ է իրենից ներկայացնում Մեքքայի համաձայնագիրը եւ ինչ հնարավորություններ են միավորում այդ երկրները։ Թերեզա, սա իսլամական աշխարհում ստեղծված նոր հզոր ռազմաքաղաքական դաշինք է։ Ըստ էության, իդեմս Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի ձևավորվում է եզակի եւ ինքնաբավ եռանկյունի, որտեղ կողմերը կատարելապես լրացնում են միմյանց։ Սաուդյան Արաբիան տիրապետում է հսկայական ֆինանսական ռեսուրսների, որոնք վստահաբար կուղղվեն Պարսից ծոցի ռազմավարական տարածքի ու սպառազինության խոշոր ծրագրերի իրականացմանը։ Թուրքիան դաշինքին բերում է ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակի մարտական փորձը, զարգացած ռազմաարդյունաբերությունը, ԱՑՍ-ներ, հրթիռներ, ռազմածովային շինարարություն, ՌԵՊ եւ այլն։ Դե իսկ Պակիստանը տրամադրում է հսկայական զորք, արտերկիր զորքեր ուղարկելու պատրաստակամություն եւ որ ամենակարևորն է միջուկային զինանոց։ Իդեպ Թերեզա, Սաուդյան Արաբիայի արտգործ նախարար Ֆայսալ բին Ֆարհանն արդեն հայտարարել է, որ այս համաձայնագիրը ուղի է հարթում դեպի անվտանգ ապագա։ Մեկ նախադասությամբ եթե ամփոփեմ, ձևավորվել է մի նոր ռազմական բլոկ, որն ունի եւ փող, եւ տեխնոլոգիա, եւ միջուկային զենք։ Արման, արդեն կա միջազգային արձագանք այս նոր դաշինքին։ Այո, Թերեզա, Մեքքայի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո կոշտ ու նյարդային արձագանքել է Իրանը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Թեհրանը տարածաշրջանում իր ազդեցության դեմ սպառնալիք է տեսնում իդեմս այս դաշինքի։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային դաշինքն անվանել է ընդամենը թղթե համաձայնագիր եւ դիմել Սաուդյան Արաբիայի բնակիչներին մեջբերեմ սաուդցիները պետք է հասկանան, որ Թուրքիայի եւ Պակիստանի հետ թղթե համաձայնագիրը նրանց անվտանգություն չի բերի, ինչպես անվտանգություն չբերեց ամերիկացիներին տարիներ շարունակ միակողմանի զիջումներ անելը։ Ուղղեք ձեր քաղաքականությունը, որպեսզի ստիպված չլինեք անվտանգություն մուրալ ուրիշներից։ Իրանի մտահոգության պատճառը պարզ է։ Մինչ այս Թեհրանը Սաուդյան Արաբիային սպառնում էր իր պրոքսի խմբավորումների հութիների միջոցով։ Հիմա, եթե Իրանի դաշնակիցները հարվածեն Սաուդյան Արաբիային, գործի է մտնելու Թուրքիայի ռազմական մեքենան եւ Պակիստանի գործոնը։ Սա արդեն ամբողջությամբ փոխում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Արման, իսկ ինչ վտանգներ է իր մեջ պարունակում Մեքքայի համաձայնագիրը Հարավային Կովկասի եւ հատկապես Հայաստանի նկատմամբ Հայաստանի համար։ Հարավային Կովկասի համար սա ուղղակի եւ շատ լուրջ սպառնալիք է, Թերեզա, քանի որ այն կտրուկ ուժեղացնում է Թուրքիային եւ նրա դաշնակից Ադրբեջանին։ Կան մի քանի վտանգավոր գործոններ։ Առաջինը թուրքական արդյունաբերության թռիչքը։ Թուրքիան ստանում է Սաուդյան Արաբիայի հսկայական կապիտալն ու պակիստանյան սպառազինության շուկան։ Սա թույլ է տալու Անկարային կտրուկ մեծացնել եւ արդիականացնել իր ռազմաարդյունաբերական համալիրը, որի արտադրանքն առաջին հերթին որպես կանոն մատակարարվում է Ադրբեջան։ Բացի այդ, Անկարա-Բաքու դաշինքը դուրս է գալիս բոլորովին նոր մակարդակի։ Հիշենք, որ Պակիստանը նաեւ Ադրբեջանի ռազմական դաշնակիցն է։ Փաստացի Ադրբեջանի թիկունքին կանգնում է միջուկային զենք ունեցող եւ Սաուդյան փողերով սնվող բլոկ։ Իսկ Հայաստանի համար սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը ստանում է ել ավելի անվերահսկելի ռազմաքաղաքական աջակցություն, ինչը Բաքվին դրդելու է ավելի կոշտ վերջնագրերի եւ նոր ագրեսիվ քայլերի։ Բայց Թերեզա, քանի որ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական ստատուս քվոն փոխող այս համաձայնագիրը դեռ 3 է ստորագրվել, անգամ կասկած կա, թե արդյոք այն թղթից իրական ռազմական գործոնի կվերածվի թե ոչ, ուստի վաղ է ամբողջական գնահատական տալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները։ Շնորհակալ եմ, Արման, հարգելի հեռուստադիտողներ, Մեքքայի պաշտպանական համաձայնագիրն ու դրա հետևանքները քննարկում էինք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։